Գիտեք ոնց է, այստեղ հենց իզուր չի ասված մոնոպոլիա բառը, որովհետև տեսեք, պետությունը այսօր ինձ որպես վարորդ հարկում է 4.5%, Yandex-ին որպես on-line տիրույթում ծառայություն մատուցող հարկում է, Yandex-ի գործընկերներին, տաքսոպարկերին հարկում է, այսինքն մենք աշխատում ենք, մեզանից հետո նույն այդ աշխատավարձը 3 տեղ հարկվում է, այդ ամեն ինչը պետությունը տենում է, բայց պետությունը նույն հաջողությամբ չի տենում, որ այս մարդը աշխատում է, հենց հասնում է արդեն հենց ներքին խավի աշխատողին, ով որ իրոք պախատ անում, աշխատում է, այդ մարդուն հենց հասնում է հերթը, արդեն պետությունը չի տեսնում։ Իսկ ինչի ԱԶ չէ դրանց։ ԱԶ-ները օրինակ բժշկական ապահովությունից օգտվում են, եթե վճարեն։ Այսինքն ես մի հատ էլ ԱԶ գրանցվեմ, ԱԶ-ում վճարում կատարեմ, իմ աշխատանքը 3 տեղ գանձվում է պետության կողմից, դա հեչ, մի հատ էլ 4-րդը դաբավի տանեմ։ Որպեսզի օգտվեք բժշկական։ Հենց դա է մեր պահանջը, որ եթե արդեն իրանք մեզ հարկում են որպես աշխատող, թող բարի լինեն, գրանցեն որպես աշխատող, հասկանալով, որ կա մարդիկ, որ ամսվա մեջ կարող ընդհանուր 100,000, 150,000 ուղակի գործից հետո քշեն, որպեսզի այդ մարդիկ չխառնվեն մեր հետ, ովքեր աշխատում են տաքսում որպես հիմնական գործ, թող շեմ նշանակվի 150,000-200,000-ն է, որը եթե ես ամիսը քշում եմ 200,000, ուրեմն այդ ամսը, ուրեմն ես համարվում եմ աշխատող։ Իսկ այդ պետությանը վճարվող հարկի անունը ի՞նչ է։ Պետական եկամուտ։ Պետտուրք։ Այսինքն սոցվճար չի եկամուտ։ Չէ։ Պետտուրք։ Դուք հիմա ընդհանուր ձեր շահույթից ինչքան եք հարկվում, հանած պետական հարկը ու նաև դուք տալիս եք ձեր on-line տաքսի ծառայությանը, հա, որպես ծառայություն մատուցող գումար, ինչքան է հարկը։ Տեսեք, այսօրվա դրությամբ այսպիսի մի նրբություն կա, որը չգիտեմ վարորդները խոսել են, ասել են, թե չեն ասել, օրինակ պատվեր չի ուղարկի, եթե դու չմիացնես Մոյ ռայոն, իմ շրջանը։ Մոյ ռայոնը դա պլյուս 25% իրենց հարկին, պլյուս եւս 1-ից 9%, այսինքն 34% մաքսիմալ կարողանում է գանձել Yandex-ը։ Միջինում ինչքան։ Միջինում եթե մարդ ժամանակ ունի, ասենք 16 ժամ դուրսը պրոստը մեքենայի մեջ քնի, մեքենայի մեջ ուտի, մեքենայի հետ պսակվի մնա մեքենայի մեջ, ու այդ մարդը ասենք 16 ժամ մնացողը չի միացնում պրինցիպից դուրս գալով այդ բանը, բայց էլի մինիմալը 25% գանձվում է։ Էդի մենակ Yandex-ը։ Նշեցիք, որ կառավարությունը փայ ունի, ինչ նկատի ունեք մի փոքր կման։ Իհարկե նկատի ունեմ, տեսնում եք, պատկերացրեք 120,000 վարորդ աշխատում է ու այսպես ասենք միջինացված որ ասեմ, միջին ամեն մի վարորդը քշում է 3-ից 400,000-ի քշում ենք։ Հետևաբար, այդքանը որ բազմապատկում եք այդ միլիոնները, որ երկրից դուրս է գալիս, հնարավոր չի այս փոքր երկրում աչք չտեսնել այդ ամեն ինչը, չհասկանալ այդ ամեն ինչը, հնարավոր չի այս փոքր երկրում ամեն ամիս 120,000 հոգուց այդքան փող գանձել, ու որ կառավարությունը կամ փայ չլինի, կամ էլ ինքը չգանձի հենց։ Այս ստորագրահավաքը ինչի մասին է, ինչ պահանջ։ Այս ստորագրահավաքը այսպես ասած առաջինն է, բայց ոչ վերջինն է, որովհետև հիմնական պահանջներն ենք մենք ներկայացնում առանց շատ այսպես ասած մանրանալու, մենք մեր այս հավաքի բուն թեման կազմում է, որ մեզ համար են գրանցված աշխատող։ Առաջինը, որ իջացնեն տոկոսները, որպեսզի վարորդը, որը քշում է 14-16 ժամ, դառնում է ավարիայի բուն, դառնում է մարդասպանության բուն, այդ մարդիկ կարողանան մի քիչ քշել, բայց աշխատել, որ այնքան որ կարողանան գոնե ընտանիք տուն փող տանեն, այդքան բան։ Պայմանների, աշխատանքային պայմանների բարելավում։ Դե մենք պահանջում ենք տոկոսի իջեցնումը, որը իր հերթին կբերի, այո, արդեն աշխատանքի բարելավմանը։ Քանի ստորագրություն է պետք ստույգ չեմ կարող ասել, հեսա կճշտենք։ Yandex-ը ունի 120,000 աշխատող, որը գրանցված է։ Արտուր ջան։